Փոնքթան մի քանի օր առաջ, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Չինաստանի դեմ 100%-անոց տարիֆների ներմուծման մասին, կրիպտոարժույթներից մոտ 1.6 տրիլիոնի չափ ընկավ եւ միլիոնավոր մարդիկ մի քանի վայրկյանի կամ մի քանի րոպեի ընթացքում իրենց կարողությունների զգալի մասը կորցրեցին։ Ուզենք չուզենք, վստահում ենք, չենք վստահում, կրիպտոարժույթները մտնում են նաև Հայաստան։ Եվ դուք ինչ մեխանիզմներ կառաջարկեիք կրիպտոարժույթների շուկան ինչ-որ ձևով կարգավորելու համար, որպեսզի սենց տհաճ անակնկալներից նաև մեր հայրենակիցները խուսափեն։ Եվ երկրորդ հարցը Կենտրոնական բանկը որպես մեգա ռեգուլատոր։ Ինչպես եք դրան վերաբերվում, որովհետև մենք ունենք բանկային համակարգ կայացած, բայց ֆինանսական այլ հաստատությունները չեն գործում։ Մասնավորապես մեր բորսայում, գիտեք, օրեկան ծավալները ոչի բան են, չնչին են։ Են էլ ակտիվացան, որովհետև Կենտրոնական բանկը ասում է, եթե ավանդի փոխարեն պարտատոմսեր թողարկեք, այդ պահոստավորման պահանջներն ոչ անջատելն ոչ մի ասում, վերին ուժերն էին։ Ինչպես եք դրան վերաբերվում, որ Կենտրոնական բանկը հանդիսանում է մեգա ռեգուլատոր, եւ Կենտրոնական բանկը օրինակ հանդիսանում է մեր բորսայի բաժնետերը, ի տարբերություն օրինակ շատ այլ բորսաների, որոնք կամ ինկորպորացված են, կամ մասնակիցներին են պատկանում եւ այլն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կրիպտոարժույթների մասով ըստ էության մենք պետք է հասկանանք, որ դա լայն դաս է, կրիպտո ակտիվները ընդհանրապես լայն դաս են, ակտիվների ֆինանսական, եւ պայմանականորեն ասած, այստեղ կան լավ ակտիվներ եւ վատ ակտիվներ։ Եթե մենք դիտարկում ենք հարցային տեսանկյունից, թե Հայաստանի Հանրապետությունում որ տիպի ակտիվների շրջանառության նախընտրելությունն է կամ որտեղ Կենտրոնական բանկը ավելի մեծ անելիքներ ունի, կարծում եմ, այսպես ասած, լավ կրիպտոակտիվների առումով, որը օրինակ, ասենք, թոքենացված ակտիվները, որը ըստ էության ինչ է իրենից ներկայացնում, երբ որ իրական ֆինանսական ակտիվը որոշակի թվային լուծումներով բաժանվում է որոշակի մասերի եւ այդ ուրեմն ֆինանսական շրջանառության մեջ թվային տիրույթում այդ թվում ուրեմն այդ հատվածներն են թոքենացված ակտիվներն են շրջանառության մեջ, այստեղ այո կան որոշակի ռիսկեր, բայց այդ ռիսկերը կառավարելի են եւ կա դրան կառավարման բավականին այսպես լուծումներ հաջողված, այստեղ ամենակարևորը հետեւյալն է, հայտնի ով է թողարկողը, ովքեր են միջնորդները եւ դրանք բոլորը լիցենզավորող գործունեություն են, նաեւ Կենտրոնական բանկի կողմից, ինստիտուցիոնալ միջավայրը ամբողջացնելու պարագայում այս սեգմենտի համար բացառվում են այն ռիսկերը, որը որ դուք նշեցիք։ Երկրորդ տիպը, այսպես կոչված stable coin-ները, որոնք ապահովված են ռեզերվներով, ռեզերվներով ապահովվածությունը stable coin-ի պարագայում, այսինքն դա թվային ակտիվ է, որի հիմքում իրական արժույթն է, օրինակ ԱՄՆ դոլարը կամ եվրոն կամ որևէ այլ արժույթ։ Այստեղ էլի, եթե դրանց համապատասխան ռեզերվներ կան, այստեղ դաշտը էլի կարգավորման փորձ ունի, կա միջազգային փորձ այս առումով, այստեղ եւս ռիսկերը համեմատաբար մյուս կրիպտոարժույթների դրանք նվազեն։ Մյուս խումբը ոչինչով չապահովված կրիպտո ակտիվներն են, որը որ մենք ասում ենք օրինակ ասենք բիտկոյնը կամ մյուս տիպի կրիպտոակտիվները ոչինչով չապահովված կրիպտոակտիվներն են, որոնց թողարկողը հայտնի չէ ըստ էության, ապահովողը հայտնի չէ եւ բնականաբար այստեղ այդ գործունեությունը նույնիսկ լիցենզավորման առումով անհասկանալի է, դու չգիտես ում լիցենզավոր ես, ինչ պահանջներ առաջադրես, հետեւաբար այս մասով այո, էլի որոշակի լուծումներ կան, որը որ տարբեր երկրներում կիրառվում է, բայց ձեր նշած ցնցումները, որոնք որ տեղի ունեցել հենց այս երրորդ տիպի կրիպտո
ակտիվների առումով եւ եթե մենք նայում ենք առաջնահերթությունները, Կենտրոնական բանկը որ տիպի կրիպտոակտիվների ուրեմն կարգավորում պետք է իրականացնի, կարծում եմ իմ նշած առաջի երկու տեսակների առումով, ինչ վերաբերում է Անկթան, թույլ տանք արձագանք։ Անկթան, անկեղծ ասած իմ հարցը մի քիչ ուրիշ էր վերաբերում։ Հիմա այդ օրը, որը չեմ հիշում, բայց իրենց արժեքը կորցրեցին, թե Bitcoin-ը, թե Ethereum-ը, բոլորն կորցրել են, որոնք ոնց որ թե ձեր դասակարգմամբ լավ կրիպտոարժույթ։ ոչ վատ, երրորդ տիպի կրիպտոակտիվների մեջ են մտնում բոլոր սրանք, որով ոչ մի բանով ներողություն ապահովված չեն եւ դրանց թողարկողը չկա։ Հետևաբար դրանց կարգավորումը խնդրահարույց է։ Ես հարցս վերջացնեմ, լավ բան կտա։ Ամեն դեպքում օրենք ընդունվեց այս խորհրդանում նախորդ լիագումարի ժամանակ, որտեղ կրիպտոարժույթ եւ կրիպտոակտիվների տարբերակում մտցվեց։ Հիմա ես կրիպտոարժույթների մասին էի խոսքում, լավ, բայց ինչեւ է։ Հիմա stable coin-ների հետ կապված բավականաչափ մեծ մտավախություն կա, որ դա մեխանիզմ է լինելու դոլարի երկրից դուրս հանելու համար։ Հենց որ stable coin-ն էլ ինքն հենց մի երանելի բան չի։ Լավ, ամեն դեպքում հիմա եթե կրիպտոակտիվների մասին տեսական բան չպետք է քննարկենք, ես ավելի գործնական էի ակնկալում, որոնք պետք է վերահսկեն, թե ինչպես պետք է վերահսկեն։ Այս դեպքում հիմա խնդրեմ ուղղակի կենտրոնանանք երկրորդ հարցից վրա, լավ, այսինքն Կենտրոնական բանկը որպես մեգարեգուլատոր եւ մասնավորապես որպես բորսայի տեր։ Շնորհակալություն։ Մի կարճ դիտարկում ուղղակի կրիպտոարժույթը ինքը կրիպտոակտիվի տեսակ է ըստ էության, եթե մենք խոսում ենք կրիպտոարժույթների մասով, այո, այստեղ Կենտրոնական բանկի CBDC-ների մասին է, եթե խոսքը, այստեղ եւս կարգավորումային դաշտ կա։ Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկը որպես մեգարեգուլատոր, մենք պետք է հասկանանք նախապատմությունը, հա, ֆինանսական համակարգի այն իրողությունների, որոնք որ այստեղ կան։ Ըստ էության ոչ բանկ ֆինանսական հաստատությունները ինչու մեզ մոտ զարգացած չեն, ինչու է հիմնական շեշտադրումը բանկերի վրա, դա եթե առաջին հարցն է, ըստ էության դա գալիս է բիզնեսի զարգացման տրամաբանությունից, բիզնեսը ինչ այսպես պահանջ է ներկայացնում հավելյալ ռեսուրսների ներգրավման եւ նույն ֆոնդային բորսայի պարագայում կամ այսպես ֆինանսական շուկայի այլ սեգմենտների պարագայում ըստ էության մենք պետք է հաշվի առնենք, որ կա մեր մոտ բիզնեսի առանձնահատկություն, որը որ պատկերացրեք, եթե նշանակալի թվով փակ բաժնետական ընկերություններ կան, դա ներողություն մեկ արտահայտությամբ, դա նշանակում է, որ դա իր ազդեցություն ունենալու է ֆինանսական շուկաների այն իրավիճակի վրա, որը որ կա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։